Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուրգյանը, Արմեն խոսելու շատ բան կա այսօր, բայց ուզում եմ սկսել պարոն Թրամփի, այսպես ասենք, էքստերնալ հայտարարությունից, Զատիկի օրվա կապակցությամբ, հենց այդ հանդիպման ժամանակ, երբ որ երեխաներ կային, բառներ կային, այգում Սպիտակ տան հրավիրել էին, մեր հեռուստատողները արդեն գիտեն, բայց նրանց համար ովքեր այդտեղ չէին։ Երեքշաբթի օրը Իրանում, այսինքն վաղը կլինի Էլեկտրակայանի եւ կամուրջի օր բոլորը միասին, նման չի եղել։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Փառք Ալլահին գրել է պարոն Թրամփը։ Մենք ոնց թարգմանում ենք ավելի մեղմ է ստացվում իրականում։ Այո, չգիտեմ ինչու։ Գոնե գիտես ինչ, ասենք եթե իրենք հարմար չեն, որտեվ ինքը օգտագործեց։ Ինքը կոնկրետ հայհոյել է։ Լրիվ ուրիշ բան, F բառը օգտագործեց։ Ընդ որում, մինչև վերջ բոլոր տառերով երբեմն լինում է, չէ՞, ասենք մի տառն են գրում, որ դու հասկանաս, լրիվ բոլոր տառերով FUCK լրիվ գրել էր, այո։ Հիմա Արմեն, ես չեմ հասկանում, իսկապես եմ ասում, էլի, ասինքն սրանով ինչի է հասնում ինքը։ Նախ մի բան ասեմ։ Վերջում էլ Ալլահին դիմեց, չէ՞։ Հա, մի նախադասության մեջ օգտագործել անգլերեն F բառը եւ Ալլահու ակբարը վերջում նույն նախադասության։ Սա պիտի որ մուսուլմանական աշխարհի համար արդեն վիրավորական լինի, չէ՞, ասինքն կատարվում։ Հա, ինքը ուղղակի թրոլինգ է անում։ Տեսեք, մի րոպե, նախ ես ուզում իսկապես եմ ասում, ես ուզում եմ հասկանամ, սա արվում է հաշվարկած տրամաբանորեն, որ այսպես որ անենք, այսպես կլինի, թե ուղղակի պահի ազդեցության տակ ինքը տենց է զգում ու տենց է գրում։ Ես վստահ եմ, որ ինքը խմբագիրներ ունի, ինքը չի նստում բանանում, ասում է, այս գրեք, հանկարծ ճիշտ լինի ամեն ինչ, ասում է, Mr. President, shut up ու գրի ասում է, չէ՞։ Ինչի համար։ Ինչ է շահում սրանից ինքը։ Ինձ թվում է ինքը համինքն է գրում, բայց ոչ թե անձամբ ինքն է տպում, այլ ասենք օրինակի համար իր հարսին ասում է մի հատ տպի, ասեք կոպիտ ասած։ Չէ, դե մարդ կունենա այնտեղ, որ սխալ չլինի։ Չէ, եկեք ասեմ, ինքը կա պաշտոնական, որ հաստատ մեկը կա, որը պաշտոնական, այսինքն այն հաղորդագրությունները, որը տարբերվում է մի քիչ ավելի sense ոչից կարող եք տարբերել։ Եթե դուք նայեք նույն իր Truth Social-ում հայտարարությունները, որ ինքը անում է, ոճային տարբերություններ կան։ Ենթադրում եմ, որ համ ինքն է գրում եւ երբեմն ես չեմ կարծում, որ դա համաձայնեցված է, եկեք ընդունենք, որտեվ Արմեն, ես իհարկե այնտեղ չեմ եղել, չգիտեմ, բայց ես մի բան գիտեմ, որ ինչը ինքը որ գրի, ինչ որ ձևով պիտի սրբագրվի։ Տառը սխալ չլինի, բայց անպայման խմբագրվի։ Այսինքն կարծեմ, պարոն նախագահ նկատի ունեք հենց այս F բառը, այո, վերջ։ Ու ինչ է ասում սրանով։ Հենց այդ եմ ասում, այսինքն իմ կարծիքով կան երկու տարբեր, մեկը որ կոպիտ ասած տղային ասում է, էս sense բան եմ ուզում, օրինակի համար կամ հարսին ասում է, մի հատ էս խմբագրի տուր Truth Social կամ ինքը իդեպ հարսին այդ կարծեմ եթե չեմ Լորա Թրամփ եթե չեմ սխալվում հա այդ շատ մեծ տեղ է տալի տենց եւ այլն գուցե տենց այդպիսի մեկին ունի հարազատ որ երբ որ ինքն է գրում դες տալիս ասում եմ հատարակամբագրի տուր դնենք ես տենց եմ պատկերացնում որովհետեւ կան տարբերություններ երբ որ պաշտոնական հայտարարություններ է երբ որ ինչ որ տենց ավելի երկար տեքստեր է որ ինչ որ ասենք կոնկրետ այս հայտարարությունը ես չեմ կարծում չէ ես չեմ կարծում որ օրինակ Ռուբիոն կամ ադմինիստրացիան որ իսկ այդ դեպքում ընդհանրապես այդ ձեր ասած խմբագիրը պետքա դեպից լինի այսինքն դա պետքա Ռուբիոյի ձեռի տակով անցնի ես չեմ կարծում որ պետք է օրինակ Ալլահի պահով թրոլինգ անել մուսուլմանական աշխարհին կամ ես չեմ կարծում օրինակ որ մի քանի օր առաջ երբ որ տենց արաբական երկրներին գովում էր ֆրած ասեց որ պետքա Մոհամմադ բեն Սալմանը հետույքը սպաչի կոպիտ ասած էլի ես չեմ կարծում հասկանում եք չեմ կարծում որ Ռուբիոն այդպիսի մակարդակի բաներ թույլ տա կամ լավ Ռուբիոն թողնենք մի կողմ ինքը ի՞նչ է դրանից շահում ես եմ ուզում հասկանալ այսպես ասեմ որ ասում կոպիտ ասած մի քանի տարբերակ օրինակ մենք մտածում ենք Դերենիկը կարծում է որ դա կարող է արդեն տարիքային թեմա է ես մտածում եմ որ իր մեջ կարող է գուցե տարիքային թեման խառնվել այդ երեխայական ինչ որ այդ չարաճճիության հետ կամ այսպես ասում են որ ասում է տենց ծաղրելու հա տենց ինչ որ հա էլ ինչ որ տենց մի հատ բան կա մեջը որ ինքը տենց փորձում է տենց են որ ասում է զսպում մեկ էլ ասում է որ պետք է չասի եւ այլն հա բայց ամենայն եթե ասենք լավ բոլորս հասկանում դա կոպիտ է որ ոչ մի երկրի ղեկավար F բառով չի խոսել մինչև այսքան տարի մենք իրականության ես նման բան չեմ կամ եթե ասվել է ծայրահեղ ինչ որ շատ ծայրահեղ ինչ որ բաների դեպքում ասվել
Ինչ աշխարհում դրան, ինձ այդ հայտարարքիր։ Բացի նրանց, որ ամբողջ աշխարհում այլ նորից ասում են։ Ոչ մի բան, տեսեք, նույնը, տեսեք, ինչքան մենք հիմա, օրինակ նույն ես ինքս անձամբ եվրոպացիների պահվածքը օրինակի համար չեմ խրախուսում, որովհետև եվրոպացիները այս թեման կարող են շատ ավելի խելացի օգտագործեին։ Օրինակ, ամենասկզբից կային տեսակետներ, ասենք խորհուրդներ, որ եթե եվրոպացիները հիմա Միացյալ Նահանգներին ինչ-որ կերպ ավելի շատ օգնեն, Ուկրաինայի հարցով ավելի շատ զիջումներ ստանան, պայմանով օրինակի համար, հա, այդ միասնությունը ավելի ուժեղացնեն, բայց մյուս կողմից էլ դժվար է եվրոպացիներին տենց շատ խիստ մեղադրել, ինչու, այսինքն մյուս կողմից էլ ինքը այնպիսի բաներ, այնպիսի խոսույթ կիրառեց եվրոպացիների նկատմամբ, դաշնակիցների նկատմամբ Գրենլանդիայի հարցով սկզբից, որ չգիտես ում մեղադրես, ինչ մեղադրես, բայց արանքում տուժում է Դաշինքը արանքում տուժում է միասնությունը, որը ձեռք է տալիս պարոն Պուտինին։ Միանշանակ, այսինքն պարոն Պուտինին, ՆԱՏՕ-ի Եվրոմիության Սիջինպինին, երազանքներ, այո, Չալմեքին, Իրանի հյուսիսային կողմը եւ այսպես շարունակ, որտեվ եթե դուք նկատեք Չարի կայսրությունը, չեմ հիշում ով մի բան, մոռացա ուկրաինացիներից էր, թե ով էր չեմ հիշում, մեկը մի կարևոր բան ասեց, ի տարբերություն այս ցրվածությանը, որ հիմա դաշնակիցների իրար հանդեպ այսպես են վարվում, ասեց, դուք տեսեք Չարիքի կայսրությունը ինչ արագ է իրար մեջ համախմբում, իսկ տեխնոլոգիաներ փոխանցում։ Բայց չմոռանամ, դուք հարցը տվեցիք, այդ ամեն ինչի մեջ մի շատ կարևոր բան էինք բաց թողել, երկրորդ մասի սկզբում ես ասեմ։ Այո, հենց ձեր ասած բանի մեջ շատ կարևոր մի նյուանս կար, այո։ Ωραία։ Գովազդ վերադառնանք ու շատ կարևոր բանից կխոսենք։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևան են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 cent։ Սենսացիա, Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Հա, իսկ դրամական փոխանցումները 1%-ով։ Կասեք, Աշոտ դա ուղարկել։ Սեյֆը այսօր էլի լցնելու, խոշորա լինելու։ Բոլոր մուտքերն ու ելքերը ինձնով են անցնում, բայց պիտի զգուշ լինեք, մաքուր աշխատեք, հետք չմնա։ Նույն սկզբունքով էլ պատն եք քանդելու։ Ծանոթացեք աղբորս այդ ֆելոնը, սպորտսմեն է։ Դու մեդալով հետարի, ես էլ քեզ համար նոր բոթաս կանեմ։ 4 մետր երկարությամբ թռիչք պետք է աներ։ Հարցը ոնց են այնտեղ հայտնվել։ Սաղան եմ ծամեն բնեմ բերանները, որ վերջում կծեն արա։ Պատը քանդելու համար մեզ 3.5 ժամա պետք։ Ոչ առաջին պատն, ոչ էլ վերջը։ Բա պատալոկը։ Մեկ մի բանի իմ վրա։ Ջուրը 2 շիշի տեղը 4 շիշ կվերկանեմ։ Ռիսկը շատ է կոլ, բավոր բռնվենք։ Չենք բռնվի մի կռա։ Հետո ինչ-որ կերպ 34 սանտիմետր անցքով ներս ամտել ու 32 կիլոգրամ փող տարել։ Կամ գիժա, կամ էլ Чиновник. Преступники пробили потолок в хранилище Госбанка. Они ушли незамеченными и захватили с собой мешки с рублями. Սաման ինչը սիրո համար եկա։ Արիթե եք հա տղեր ջան։ Ովքեր չեն հասկանում, ամեն կասիրի մանրամասն բացատրեք, որ սերիան նորաշրջանառում։ Կորիչը ոչ մեկ մոտ չկա։ Отнимай деньги! Отпустите! Մենակ նրանց մոտ։ Действуйте вне протокола, чтоб в кратчайшие сроки у меня были их имена. Եթե կարողանում ես հանգիստ քնել, ուրեմն խիղճը քեզ հետ է, ոչ թե քոթ։ Իսկ եթե մի օր սխալվեմ, Սխալից վախենալ պետք չի։ Суд խոսելուց պետք է վախենաս։ Это самое крупное ограбление в Советском Союзе։ Ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում։ Տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Արմեն կասեցիր այդ կապակցությամբ կարևոր։ Այո, կարևոր մի բան ասեմ, ես իդեպ ինձ դա շփոթացրեց, քանի որ ինքը միջև այդ հայտարարել էր, այս հայտարարությունը դες խրող տարեց,
Դրանից հետո ում մասին է խոսքը։ Թրամփի, որ դուք նշեցիք, ցիտեցիք։ Դրանից հետո էլի երկու հայտարարություն տեղաց, որ էլի կջնջեմ, կսրբեմ, ու ձեր գլխին դժոխք կթափի եւ այլն։ Ամերիկի նման էլի։ Հա, եթե միջնե վերջնագիրը, հետո վերջնագիրը գրում է Tuesday 8 p.m. Eastern Time, այսինքն իրականում չի գրում ապրիլի 7, որ գրեր ապրիլի 7, միանգամից չես այդ բան չես անում։ Ինքը ասենց շատ կամած, տակից 24 ժամ ավելացրել է փաստորեն, որովհետև նախնական ապրիլի 6-ն էր։ Երբ որ ինքը գրում է Tuesday, ես ուշադրություն չեմ դարձնում, ինքը չի ասում ես երկարաձգել եմ, ինքը ուղղակի գրում է Tuesday ապրիլի 7 չի գրում, գրում է Tuesday ժամը 8 երեկոյան Eastern Time։ Ու արդեն ստացվում է, որ ինքը, հիմա Axios-ը ասում է, որ ինչ որ բայց այդ Իրանը չի։ Ինչ որ Պակիստանի կողմից առաջարկ կա 45 օրով հրադադար, բայց դա Հորմուզի բացումն է եւ այլն, դա է քննարկվում, բայց իրանցիները այսօր կարծես դա էլ հերքեցին, որ իրենք չեն համաձայնվել դրան։ Հիմա մի օրով երկարաձգել է, հիմա տեսնենք ինչ կանի։ Կխփի թե էվերսմա Անեն այդ դեպքում թե տակոյի թեման է, բանկստացի կրիզիս կլինի Իրանում։ Այդ դեպքում հոսանքը անջատվի, այդ դեպքում ոչ մեկ չի կարա իմանա թե ինչ դժոխք կա սկսվելու մեր տարածաշրջանում, ընդհանրապես ոչ միայն Իրանում։ Այո, հոսքն էլ Իրանից դեպի Հայաստան միանգամից Ընդ որում ասեմ ձեզ, այնտեղ շատ այո, ոչ միայն հոսքը Հայաստան, դուք այնտեղ ադրբեջանցիների ոտերներն է թուլանում, որտեղ 25 միլիոն 15-ից 35 միլիոն է հաշվարկվում տարբեր տվյալներով, ասենք Իրանում ադրբեջանցիների։ Այո, դուք պատկերացնում եք, եթե այնտեղ սկսվի տերորիստների համար հող բացվի, Սիրիա կամ Աֆղանստան դառնա, ասենք այնպես չի որ մենակ Հայաստանը մտահոգվելու բանի, բոլորը, ասենք սունիները կփախնեն Թուրքիա, շիաները Ադրբեջան, չգիտեմ, հասկանում եք, չէ՞, այնտեղ այդ ընտրությունը կա Հայաստանը, ով ասես։ Դրա համար սա վտանգավոր է։ Ինչևէ, հիմա ինչ որ հարվածներ հետաքրքիր տեղ ունեն, այդուամենայնիվ շարունակվում է հարվածները, եկեք չմոռանանք։ Փրկարարական օպերացիան երևի դուք նշել եք, ես չասեմ, Փայլուն փրկարարական օպերացիա իրականացրեցին, դա էլ իդեպ ասեմ, բայց այդ իմաստով երևի կատարյալ են իրանք, ես չեմ պատկերացնում ուրիշ որևէ երկրի Իրանի խորքում հատուկ ջոկատայիններով, ընդ որում մի քանի ինքնաթիռել մարդկային մի հոգու համար իրանք վարի տվեցին սեփական այնտեղ 4 ուղաթիռեր, 2 ինքնաթիռեր, ռազմատրանսպորտային 2 ինքնաթիռ, այո 4 ուղաթիռ, ասենք։ Դուք ինչ օպերացիա են արել, էլի։ Մի հոգու համար ցույց տալով թե ինչքան կարևոր է, դուք հասկանում եք, գիտեք ինչն է կարևոր, ամերիկյան զինվորը հիմա հպարտություն ապրեց, ոնց իր համար պետությունը մի հատ զինվորականի համար ամեն ինչ դրեց, տեխնիկան վանարեց եւ այլն։ Իրենք է ոչնչացրեցին։ Ես առաջին դեպքը չի։ Իդեպ չալ մեկը գրում են 12 հատ ինքնաթիռ ենք ոչնչացրել, 11 հիմար բաներ են գրում, բայց ոչ մեկ չեն ոչ, ամերիկացիներն են ոչնչացրել, իրենք ոչնչացրեցին, որպեսզի նրանց ձեռքը չընկնի, որտեղ ցեխի մեջ էին կանգնի, ինչ որ չկար այնտեղ որ թացեր չկարողացան չեն կարողացել թռչել, իրանք ոչնչացրել։ Մի խոսքով հետաքրքիր ինչ որոշումներ են պահի տակ կայացել։ Ճակատագրական է, ես կարծում եմ, որ այսօր պետք է լինի որոշումը, բայց այնտեղ արդեն նավթաքիմիական գործարանների հարվածեցին իդեպ իր այդ հեղափոխական նոր այդ հետախուզության ղեկավարին վերացրեցին, այո։ Դա շատ կարևոր է, որովհետև նավթի համար պատասխանատուին, որ սա այդ սխեմաները իրականացվում է, ասենք եւ այլն։ Շատ հարվածներ է հիմա գնում լրջագույն այդ Խոմենեի պորտում նավահանգստում այդ նավթաքիմիական դες լուրջ գործարան են հարվածել, որը շատ երկարաժամկետ։ Սա այդ արդյունաբերության վրա հիմա կամաց լրջագույն հարվածներ գնում է, տակից շարունակվում է։ Բայց արդյոք կլինի այդ ոչնչացնող հարվածը, չգիտեմ։ Տեսնենք հիմա վաղը ոնց կմատուցվի կամ ինչ կլինի։ Կանք Հայաստան։ Այո։ Փոխվարչապետ Օվերչուկը ռուսական կարևորչի, որ զգուշացրել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում Հայաստան Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Այո, այո։ Դες անում հիմա զուտ բանի հարցով նայենք, էլի, այս ընտրությունների իմաստով նայենք։ Հիմա մոտ 2 միլիոնից ավել Ռուսաստանում հայ ապրում։ Այդ մարդիկ երևի գոնե միլիոնից ավել բարեկամ ունեն Հայաստանում, որ անընդհատ շփվում են գնում գալիս են։ Հիմա այս մարդկանց ինչ է ասում, ասում են, այ, եթե սխալ մարդու ընտրեցիք, դուք արդեն օթային կապ չեք ունենա։ Եվ պարզ չէ որ այս 2 միլիոնն էլ է, 1 միլիոնն էլ է, այստեղ պիտի ասեն, այ մարդ ինչ ուզում եք արեք, մենակ թե այդ կապը չկտրվի, եկեք ընտրենք ում որ պետք է, մենք այդ Ռուսաստանի հետ կապը բան անենք։ Սա ուղղակիորեն խախտում չի Արմեն բանը։ Սա սպառ, ես ասում իրենք ասում են անգամ այնտեղ գրած է մերձենալ, անգամ մերձենալ չեք կարող։ Ընդ որում ես մի մանիպուլյացիա էլ ասեմ, եթե չեմ սխալվում, թող կարծեմ Վրաստանի հետ ավիակապը վերականգնվեց։ Ռուսաստանի, եթե չեմ սխալվում, բայց ամեն դեպքում Թուրքիայի հետ կա
Իսկ Թուրքիան, բայց ինչքան հիշում եմ, կներեք, էլի հիշում, ինչ որ տես մի բան եմ հիշում, հիմա նոր եկավ մտքից, կստուգեմ։ Վրաստանի ավիակապը կա, բայց անգամ եթե Վրաստանի հետ չկա, Թուրքիայի հետ կարծեմ կա ավիակապ, գիտեք, իրանց սիրած տեղերն է հիմա տես, որ գնում են ինչ որ միտեղ Թուրքիայով են գնում, չէ՞։ Բայց Թուրքիան խորը եւ համապարփակ առևտրի կազմակերպության անդամ է, որը Հայաստանը չի անգամ։ Այսինքն ըստ էության եվրոպական մաքսային գոտու մեջ է Թուրքիան։ Բա ո՞նց է դա ստացվում։ Այսինքն հասկանում եք, սրանք այնտեղ պարզ ասում են, որ ճարտարապետությունը, որ ստեղծվել է 200 տարի առաջ, չպետք է խախտվի, բայց ամենախնդալունն է, իրանք հույսը դրել են մեր վրա, որ մենք մեր հաշվին, մեր պետության հաշվին, Հայաստանի հաշվին զիջումներ անելու, տարածքներ Ադրբեջանին նվիրելու հաշվին պետքա իրանց պահենք տարածաշրջանում, որովհետև իրանք այլևս ի վիճակի չեն Էրդողանի եւ ուրեմն Ադրբեջանի, գիտեք ինչ են ասում են դուք տվեք իրանց, որ մենք մնանք տարածաշրջանում։ Դուք հասկանում եք սրանց, որովհետև իրանք ուժով, իրանք ոչ մեկ արդեն այդպես չի ընդունում առաջվա պես։ Այսինքն իրանք պարտադրում են, ստիպում են մեզ, որպեսզի մենք մեր անկախության, մեր տարածքների հաշվին ռուսներին պահենք այդ ճարտարապետությունը իբր թե, բայց այդ ճարտարապետությունը արդեն խախտված է։ Հիմա մեզ սպառնում են, շանտաժ են անում։ Բայց ես ցավով եմ ասում, բայց տեսակ երևի լսեցիք եւ Ալեն Սիմոնյանը եւ Գևորգ Պապոյանը հաստատեցին, որ փոխադարձ ինչ ստացվեց։ Նրանք ասում են, եթե դուրս գաք ՀԱՏՄ-ից մենք գները կթանկացնեն, Սիմոնյանն ու Պապոյանը ասեցին, եթե թանկացնեք, մենք դուրս կգանք, այսինքն ինչ է στացվում։ Եթե նրանք չեն թանկացնում, հայերը դուրս չեն գալ։ Շնորհակալություն Արմեն։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։